Մանկավարժական համալսարանը ռեկտորի նոր պաշտոնակատար ունի։ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի կրթական նորությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյան։ Ով է նա, ինչ կենսագրություն ունի և ինչ սկանդալի կենտրոնում էր հայտնվել ժամանակին։ Մանկավարժական համալսարանի ռեկտորի նորանշանակ պաշտոնակատարը թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի էր մասնակցել, որի ժամանակ ստորագրել էր մի ձեռնարկ, որտեղ հայկական լեռնաշխարհը Արևելյան Անատոլիա կամ Կովկաս է անվանում։ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտն էլ այս հարցի համար որոշել էր դիմել ազգային անվտանգության ծառայություն։ Մկրտչյանն այս տեղեկությունը չի հերքել։ Եթե ժամանակին գործընկերներս արձագանքեին եւ նույն ջանասիրությամբ բացթողումները մատնանշեին, գուցե 2019 թվականին, երբ լույս է տեսել գիրքը, շատ ավելի օգտակար աշխատություն ունենայինք, ինչի համար շնորհակալ կլինեի, բայց կուզեմ, որ այս երկու գործընթացները իրար հետ ամենևին չխառնեն, որովհետեւ իրար հետ կապ չունեն։ Ծրագիրը տեղի է ունեցել 2016-17 թվականներին։ Մկրտչյանը հայոց պատմություն, համաշխարհային պատմություն եւ հասարակագիտություն առարկաների չափորոշիչները կազմող աշխատանքային թիմի ղեկավարն էր։ Այս խոսակցությունների ժամանակ Մկրտչյանը հորդորել է չափորոշիչներն ու ծրագրի մասնակցությունը միմյանց չկապել։ Անդրադառնալով քննադատություններին, նա հայտարարել է. «Եթե գիտությունը դեմ է հայկականությանը, նշանակում է մենք, որպես Հայաստանի գիտնականներ, այդտեղ անելիք ունենք»։ Հայկական իրականությունից դուրս համաշխարհային պատմագիտական միջավայրում հայկական լեռնաշխարհը հենց այդ տերմինաբանությամբ է օգտագործվում։ Մենք, պատմաբաններս ու գիտնականներս, պետք է աշխարհի հետ երկխոսենք ու աշխարհին ցույց տանք, որ նրանց ասած Անատոլիա հատվածը հայկական լեռնաշխարհն է եւ կիրառության մեջ մտնի հայկական լեռնաշխարհ տերմինաբանությունը, ոչ թե Անատոլիան։ 44-ամյա պատմաբանը Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ է։ Սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 2004 թվականից դասավանդում է Մայրբուհում։ 2016-ից 20 թվականներին դասավանդել է Շիրակացու ճեմարանում։ 2021-ից հանդիսանում է կրթական նորությունների և հետազոտությունների վարչության պետ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում։ Մկրտչյանը հիմնադրել է երիտասարդ պատմաբանների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը, Էդո Արմենիա կրթական նախաձեռնության հիմնադիր է։ Գառնի Մութաֆյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։